Վերադարձանք տաղավար եւ շատ հետաքրքիր հատկապես երիտասարդների համար մի թեմայից ենք խոսելու, եթե երիտասարդ եք, առնվազն 5 տարի ապրում եք Սփյուռքում եւ տիրապետում եք հայերենին, ապա կարող եք դառնալ Հայաստանում Սփյուռքի երիտասարդ դեսպաններից մեկը։ Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է Սփյուռքի երիտասարդ դեսպան 2026-27 թվականների ծրագրի հայտադիմումների ընդունումը։ Ինչ ծրագիր է սա, ինչպիսի հնարավորություններով եւ ինչ արդյունքներով կպատմի մեր հյուրը Լիլի Խաչատրյանը, Սփյուռքի երիտասարդ դեսպան ծրագրի ղեկավարը։ Հոգով երիտասարդները չեն կարող մասնակցել, այնպես որ անձնագրային այդ տարիքով երիտասարդները պետք է մասնակցեն։ Բարի առավոտ, շնորհակալություն Էսարոտը մեզ հետ սկսելու համար, շնորհակալություն Էսարոտը առօրյա շանթումի տաղավարից սկսելու համար։ Եկեք հասկանանք, թե ով է Սփյուռքի երիտասարդ դեսպանը, ինչ գործառույթ է իրականացնում, ինչ առաքելություն ունի եւ ինչպիսի մարդ է նա։ Բարի լույս, ես եմ շնորհակալ հրավերի համար։ 5 տարի շարունակ Սփյուռքի երիտասարդ դեսպան ծրագիրը իրականացվում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից եւ Սփյուռքի երիտասարդ դեսպանները իրենց համայնքներում Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի գործընկերներն են, այսինքն մարդիկ, ովքեր կապում են Հայաստանը եւ Սփյուռքը։ Ծրագիրը եզակի է իր տեսակով, քանի որ այն հնարավորություն է ընձեռում Սփյուռքի երիտասարդներին գալ եւ ծանոթանալ հայաստանյան կյանքին, ապա այդ գիտելիքը կիրառել իրենց համայնքներում։ Այն ցանց է ստեղծում երիտասարդների միջև ամբողջ աշխարհով մեկ, նրանց միջև ձևավորում է համագործակցություն, ամրապնդում է կապը հայրենիքի հետ։ Եւ այո, ճիշտ եք ասում, ծրագրին ունենք տարիքային սահմանափակում, կարող են մասնակցել միայն 20-ից 35 տարեկան համայնքներում ակտիվ երիտասարդները։ Կարող եք օրինակ բերել, հա նշեցիք, որ 5 տարի անմեջ նախագիծը անցկացվում է, խնդրեմ օրինակներ բերել, թե օրինակ ինչ նախագծեր են իրականացվել արդեն, որոնք որոշակիորեն ենթադրել են հանրօգուտ ինչ-որ մի բան։ Շատ լավ, շատ ճիշտ ու տեղին հարց եք տալիս, իրականում 5 տարի շարունակ երիտասարդները տարբեր միջոցառումներ են իրականացնում իրենց համայնքներում եւ ունենք հստակ ցանկ, որոնք որ երիտասարդները իրականացնում են իրենց համայնքներում։ Այսինքն տարվա ընթացքում իրենք ունեն հստակ գրաֆիկ, որով որ աշխատում են, հստակ միջոցառումների ցանկ, որոնք որ քննարկվում է գրասենյակի հետ եւ իրականացնում են։ Օրինակ կարող եմ վերջին թարմ փորձերից բերել, անցած տարի բացի փոքր միջոցառումները, որ համայնքներում իրենք իրականացրել են նաեւ համաժողովներ, այսինքն իրենց համայնքներում իրականացրել են համաժողովներ, օրինակ Լեհաստանում, Ֆրանսիայում ունեցել են երկու մեծ համաժողով եւ ունեցել ենք ֆեստիվալ, հայկական մշակույթի ֆեստիվալ Ռումինիայում։ Հրաշել է իրականում 5 տարի շարունակ, մենք տեսնում ենք աճ, մենք տեսնում ենք երիտասարդների հետաքրքրվածությունը Սփյուռքի երիտասարդների այս հետաքրքիր թեմայի շուրջ ներգրավվածությունը, նրանք շարունակում են մնալ Հայաստանի կյանքին։ Անգամ օրինակ նախագծի ավարտից հետո։ Այո, շատ ակտիվ աշխատում են մեր երիտասարդները եւ նախագծի սկզբում ունեցել են 20 մասնակցի հնարավորություն, բայց այժմ քանի որ երիտասարդների հետաքրքրությունը ավելի մեծացել, ունենք 30 երիտասարդի հնարավորություն, ամեն տարի 30 մասնակից կարող է մասնակցել ծրագրում, իհարկե մասնակցում են մրցույթային կարգով, քանի որ շատ հայտեր են գծում, մինչև 90-ից 100 հայտ են ունենում, բայց անցնում են մրցութային փուլով, այսինքն հարցազրույցների միջոցով։ Իսկ ինչ պահանջներ կան, հա, ինչպիսին պետք է լինի, ինչ գործունեություն պետք է ծավալած լինի, կրիտերիաներից մի քիչ խոսենք։ Կրիտերիանի առաջինը տարիքային սահմանափակումն է եւ համայնքային կյանքում ակտիվությունն է եւ հիմքը դրվում է թե ինչ միջոցառումներ են իրենք իրականացրել իրենց համայնքներում։ Նաեւ կցանկանայի ծրագրի մասին մի փոքր շեշտադրում անել, որպեսզի պարզ լինի, երկու փուլ ունենք։ Ընդհանուր ծրագիրը 1 ամյա է եւ ունենք երկու փուլ, հայաստանյան փուլ եւ համայնքային աշխատանքների փուլ։ Հայաստանյան փուլում երիտասարդները ձեռք են բերում գիտելիքներ, ծանոթանում են հայաստանյան սոցիալական, քաղաքական, տնտեսական, անգամ նաև մշակութային կյանքին, որը եւ հետո 1 տարի շարունակ կիրառում են իրենց համայնքներում։ Իսկ մտադրություն կա օրինակ հակառակը անել, որովհետև մենք ունենք օրինակ սահմանամերձ համայնքներ, գյուղական համայնքներ, որտեղ ապրող երիտասարդներին, պատանիներին շատ ավելի հետաքրքիր կլինի այն փորձը, որոնք ավելի, չգիտեմ, ուրիշ հասարակությունում ապրած երիտասարդներ, ուրիշ միջավայրերից գան եւ այստեղ դա փորձեն կիրառել։ Գուցե միտք եմ տալիս, չգիտեմ, բայց հետաքրքիր է։ Այսպիսի փորձ, քանի որ երիտասարդները 2 շաբաթ շարունակ Հայաստանում են լինում, ունենում են տարբեր դասընթացներ, այցելություն պետական կառույցներ, ոչ պետական կառույցներ, նաև ունենք այցեր մարզեր, այսինքն այնտեղ երիտասարդները հնարավորություն են ունենում նաև ծանոթանալ Հայաստանի մարզերում ապրող երիտասարդների հետ եւ փորձի փոխանակում ունենում, նաև հետագայում շարունակում են իրար հետ համագործակցել եւ կիսվում են փորձով, թե ինչպես է ապրել Սփյուռքում, ինչպես է ապրել Հայաստանում։
Այն նշեցիք անհրաժեշտ պայմաններից է, որ համայնքում երիտասարդը ունենա ակտիվություն, ունենա բավականին մեծ դեր, այ որն է այդ դերը, ինչ պետք է արած լինի, ինչպես պետք է ապրի, որ նա կարողանա մտնի այդ 30 հոգու մեջ։ Գիտեք, բավականին դժվար է Սփյուռքում ապրել եւ պահպանել հայ տեսակը, եւ մեր երիտասարդները շատ ակտիվ գործունեություն են ծավալում համայնքներում, շատերս Հայաստանում չենք պատկերացնում, որ դրսում ունենք հայեր, հայ երիտասարդներ, ովքեր այդքան հայրենասիր են եւ տարբեր միջոցառումներ են իրականացնում Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդան եւ հայապահպանության համար։ Եվ այն մասնակիցները, այն դիմորդները, որոնք որ ունեն այդ մեծ փորձը, կախված իրենց տարիների աշխատանքի եւ իրենք են ընտրվում են որպես Սփյուռքի երիտասարդ դեսպաններ իրենց համայնքներում։ Տեսեք, մենք երբ որ նյութին ծանոթանում ենք, հատուկ այսպես նկատեցինք, որ լեզվի իմացությունը պարտադիր է, հայերենի իմացությունը։ Այս կետի մասին կցանկանամ մի քիչ խոսել, արդյոք կա այնպիսի խնդիր, որ Սփյուռքում լեզվի իմացությունը տարիների հետ գուցե պակասում է ինչ-որ հատվածներում։ Եկեք հատուկ այս կետի մասին Շատ խոսենք։ ճիշտ եք նշում, իրականում շատ հաճախ ստանում ենք հարցեր, թե ինչի հայերենի իմացությունը պարտադիր է, քանի որ ունենք երիտասարդներ, ովքեր դրսում ապրում են, նույն միջոցառումները իրականացնում են, բայց ցավոք սրտի հայերենին լավ չեն տիրապետում։ Հայերենի պետք է լավ տիրապետեն, քանի որ Հայաստանում ամբողջ նյութը մատուցվում է հայերենով եւ իրենք եւս նաեւ ծրագրի մոտիվներից մեկն է, որ դրսում տարածեն հայերենը եւ սա եւս մոտիվացիա է, որ այն երիտասարդը ունենք օրինակ փորձ, որը որ 2 տարի առաջ հայերեն լավ չգիտեր, մոտիվացիա էր իր համար լավ սովորել հայերը եւ այժմ ծրագրի մասնակից է։ Հրաշալի։ Հետագայում ծրագիրը ինչպիսի զարգացումներ է ապրելու, այսինքն գուցե եւ մասնակիցների քանակը հասնի 40-50-ի եւ ընդլայնվի այս ամենը ինչ որ հետագայի համար ապագայի հետ կապված պլաններ կան արդեն։ Շատ մեծ հույս ունենք, որ այո կհասնենք նաև այդպիսի թվերի եւ կունենանք մինչեւ 50-40 մասնակիցներ ծրագրում եւ այո ցանկանայի նաև նշել, որ այս 30 մասնակիցից 20-ը մյուս 10-ի համար լինելու են մենթորներ։ 10 մասնակից կընտրվեն այնպիսի մասնակիցներ, ովքեր որ համայնքում այդքան էլ շատ փորձ չունեն, այսինքն ունեն 1-2 տարվա փորձ եւ մյուս 20 մասնակիցը կլինեն տարվա ընթացքում իրենց մենթորները, կուղղորդեն թե ինչպիսի ճիշտ աշխատանք պետք է իրականացնեն։ Ինձ հետաքրքիր է թե ինչ է նշանակում դառնալ դեսպան։ Սա ավելի սիմվոլիկ բնութագրում է, թե որոշակի գործառույթ ամեն դեպքում կա եւ ինձ հետաքրքիր հետո օրինակ նախագիծ ավարտելուց հետո 5 տարի առաջվա դեսպանը ինչ որ գործառույթ ունենում է օրինակ այս տարի անցկացվող նախագծին։ Դեսպան բառը սիմվոլիկ բառ է, դեսպանի պաշտոնի հետ որևէ կապ չունի, կոչվում են դեսպաններ, քանի որ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի լիազորված մարդիկ են իրենց համայնքներում։ Այստեղ կամայական բառ է դեսպան բառը եւ այո դեսպան կոչվում իրենք ստանում են մի տարի հետո, երբ որ ամբողջական ծրագիրը իրականացնում են։ Այսինքն 5 տարի առաջվա մեր Սփյուռքի երիտասարդ դեսպանը մինչև այսօր համարվում է մեր գործընկեր եւ մենք շարունակում ենք միմյանց հետ համագործակցել։ Իհարկե շատերը ժամանակի առումով միգուցե շատ ժամանակ չեն ունենում, կարողանում տրամադրել համայնքային կյանքին, բայց մինչև հիմա մեր հետ կապը կա եւ իրենք գրասենյակի գործընկերներն են։ Բոլոր երկրներից աշխարհի կան մասնակիցներ կամ կա մի երկիր, որ օրինակ նախկինում այդտեղից չենք ունեցել, բայց այս տարի ունենք։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս, իրականում մեր աշխարհագրությունը շատ լայն է եւ այս տարի օրինակ ունենք 27 մասնակից աշխարհի 14 երկրից, անցած տարի եւ այս տարի ունենք Չինաստանից մասնակիցներ, քանի որ Չինաստանում հայ համայնքը շատ քիչ է, բայց այո, ունենք նաեւ Չինաստանից մասնակիցներ, երկրները շատ բազմազան են, Ամերիկայի Միացյալ Նահանգներ անցած տարի ունեցել ենք շատ լավ փորձ, Ֆրանսիայից մի քանի մասնակից ենք ունեցել տարբեր համայնքներից, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, այսինքն հիմքը դրվում է հնարավորինս լայնացնել աշխարհագրությունը։ Վստահաբար կգտնվեն մեր հեռուստադիտողների մեջ մարդիկ, Սփյուռքից երիտասարդներ, ովքեր դիտում են եւ կցանկանային մասնակցեն, բայց դեռ կասկածում են մասնակցեմ թե չմասնակցեմ։ Ինչ կասեք նրանց, որ ավելի վստահ գան եւ փորձեն իրենց ուժերը։ Ինչպես նախապես նշեցի, ծրագիրը եզակի է եւ այն հնարավորություն է ընտրում հենց Սփյուռքի երիտասարդներին, որպեսզի իրենք կարողանան մեկ մասնիկը դառնալ Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդման եւ դառնալ կամուրջ հայրենիքի եւ իրենց համայնքների միջեւ, այնպես որ մեր երիտասարդները, ովքեր որ մեզ դիտում են, շատ մեծ հնարավորություն է իրենց համար լավ կանեն դիմեն եւ դառնան Սփյուռքի գործընկերները իրենց համայնքներում։ Հայտերի ընդունման մասին եկեք խոսենք, մի քիչ ավելի մանրամասնենք, դիմելու կարգը ինչպիսին է։
Մարտի 23-ից մեկնարկել է հայտերի ընդունումը եւ վերջնաժամկետն է մայիսի 1-ը։ Այսինքն ունենք տեղադրված մեր կայքում հայտը, որը երիտասարդները լրացնում են, այնտեղ պետք է ինքնակենսագրական, մոտիվացիոն նամակ եւ այլն ամեն ինչ տեղադրված է, կարող են տեսնել եւ մայիսի կեսից արդեն սկսում ենք հարցազրույցների փուլը, ովքեր որ համապատասխանում են ծրագրի կրիտերիաներին, կանցնեն հարցազրույցներ եւ ծրագրի մեկնարկը հիմնական դասենք օգոստոսի 24-ից։ Օգոստոսի 24-ից սեպտեմբերի 6-ը հայաստանյան փուլն է։ Նրանք պարտադիր պետք է գան, թե on-line էլ է իրականացվում։ Ոչ միայն Հայաստանում։ Օնլայն տարբերակով չկա եւ 24-ից 6-ը պետք է լինեն Հայաստանում։ Իսկ ովքեր են ժյուրիի անդամները, այսպես ասած, ովքեր են իրականացնում այդ ժյուրիի անդամներ չեն, գրասենյակի աշխատակիցներ են, գրասենյակի կողմից են ընտրում, հիմնականում Սփյուռքի երիտասարդ դեսպան ծրագրի թիմն է ընտրում եւ ես։ Մի քիչ նաև գումարային կողմից խոսենք, ամբողջական ֆինանսավորումը, այստեղ գալը, հարցազրույցներին մասնակցելը, ընտրված երիտասարդների ամբողջ ֆինանսական կողմը, կեցությունը բնականաբար, հա, ով է հոգում պետությունը։ Շատ կարևոր հարց եք տալիս, քանի որ բոլորին հուզում է այս հարցը։ Ծրագրի հայաստանյան փուլը ամբողջությամբ ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, երիտասարդներից միայն պահանջվում է դեպի Հայաստան եւ հակառակ ուղղությամբ իրենց տրանսպորտային ծախսերը հոգալ։ Մնացած ամեն ինչը արվում է Հայաստանում, թե դասընթացները, թե հայաստանյան մարզերի այցերը եւ այլն, ամեն ինչը հոգում է կառավարությունը։ Իսկ եթե օրինակ ինչ-որ ծրագիր են անում, որի համար որոշակի ֆինանսավորում է պետք, բայց դա Հայաստանում չի, այնտեղ, չգիտեմ, որոշել են կազմակերպել ազգագրական պարերի համերգ։ Այս դեպքում որոշակի օգնություն կարող են ակնկալել։ Ցավոք սրտի համայնքային աշխատանքներում որևէ ֆինանսավորում մենք չենք տրամադրում, ամբողջությամբ իրենց վրա է։ Իսկ ինչ որ հատվածներով օգնում եք, չէ՞, մարքեթինգային, PR, հայտարարություն տարածել։ Բոլոր մնացած հարցերով մենք իրենց օգնում ենք, կապում ենք մասնագետների հետ, եթե այդպիսի կարիք ունեն, տարբեր Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների հետ են կապում, աջակցում ենք ամեն ինչով, բայց ֆինանսականը չեն կարողանում։ Ֆինանսական բլոկը միայն Հայաստանում է։ Եկեք մի քիչ խոսենք այն մասին, թե ինչ է շահում Հայաստանի Հանրապետությունը այս բյուջեն օրինակ ծախսելով, ներդնելով, հա, հասկացանք, որ Սփյուռքում որոշակի գործառույթ են անում, այնտեղ տարածում են մեր մշակույթը եւ այլն։ Իսկ Հայաստանի համար ինչ օգուտներ կան։ Հայաստանի համար ամենակարևոր հանգամանքը, որ տվյալ երիտասարդները ամրապնդում են կապը հայրենիք հետ։ Հայաստանը Սփյուռք կապի ամրապնդում են ձևավորում եւ շատ կարևոր է, որ յուրաքանչյուր համայնքում Հայաստանի մասին ունենան ճիշտ պատկերացում, որը որ ստանում են տվյալ երիտասարդների միջև։ Այս երկու շաբաթը երբ գտնվում են Հայաստանում, իրենց տրվում է մաքսիմալ ճիշտ ինֆորմացիա, ճիշտ տեղեկատվություն, թե Հայաստանը ինչ երկիր է, ինչ հնարավորություններ ունի եւ այս ամենով նրանք կիսվում են հայրենիքում։ Շատ կարևոր է, երբ դրսից ճիշտ աչքով են նայում Հայաստանին։ Իսկ իրենց ներուժը օգտագործելու հետ կապված ինչ որ փորձառություն կա, որ մեր երիտասարդ դեսպանն է եղել Սփյուռքում, Հայաստանում իր ներուժը այս ֆորմատով կարող ենք օգտագործել։ Հայաստանում չենք օգտագործում իրենց ներուժը, իրենք օգտագործում են համայնքներում, համայնքային կյանքի ակտիվացման համար, բայց մենք ունենք երիտասարդական ֆորում, եւ որի մասնակցությունը իրենց նաեւ շատ կարևոր է, որի ընթացքում իրենք բերում են իրենց միջազգային փորձը։ Եվ շատ լավ հաջողություններ ունենք ծրագրում նաեւ այն առումով, եւ մեր Սփյուռքի երիտասարդ դեսպանները տարիներ հետո դրդվում են եւ մոտիվացիա է առաջանում վերադառնալ Հայաստան եւ դիմում են մեր այլ ծրագրերին, օրինակ Իգոր ծրագրի շնորհիվ վերադառնում են Հայաստան եւ արդեն մշտական բնակություն են հաստատում Հայաստանում։ Մենք արդեն ունենք այդպիսի օրինակներ։ Այո, ունենք եւ բազմաթիվ։ Ո՞վ, հրաշալի։ Շատ լավ, այս հրաշալի նոտայով էլ շնորհակալություն ենք հայտնում ձեզ, հիշեցնենք, որ արդեն մեկնարկել է Սփյուռքի երիտասարդ դեսպան 2026-27 ծրագիրը եւ հայտադիմումները կարող եք ներկայացնել։ Թեմայի վերաբերյալ զրուցեցինք Լիլի Խաչատրյանի հետ, Սփյուռքի երիտասարդ դեսպան ծրագրի ղեկավարի հետ։ Իսկ հիմա սիրելի հեռուստադիտող, առաջարկում ենք ձեզ լսել Իմ Զարա Երաժշտություն։ գնացինք։